Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երգի 2-րդ գլուխը։ Հանդիպեցին իրար հետ երկու մեծ մաքուր նվիրյալներ Գերագույն Աստծո անձնավորության, Վիդուրան եւ Ութավան։ Ութավան դա Տեր Կրիշնայի այն ընկերն էր, ինչպես մենք ձեզ հետ քննարկեցինք, որին Գերագույն Աստծո անձնավորությունը վստահել էր իր ամենամեծ գաղտնիքը։ Դա նա է, որ երբ որ ինքը զբաղված է ուրիշ կենդանի էակների կրոնականությունը պաշտպանելու գործով, ինքը կարոտում է իր անձնական կյանքը։ Եվ այդ պատճառով է, որ նվիրալների շրջապատում Ութավան ինքը ունի յուրահատուկ հարգանք։ Վիդուրան ինքը մահվան կիսաստծո մարմնավորումն էր, որը, ինչպես մենք տեսանք, անեծք էր ստացել եւ իրականում այդ անեծքը ինքը երևի թե իր ամբողջ նյութական գոյության ընթացքում ամենամեծ ողորմածությունն էր կամ ամենամեծ օրհնանքն էր, որին վերածվեց այդ անեծքը, ինչու, որովհետեւ ինքը ծնվեց այն ժամանակ, երբ Գերագույն Աստծո անձնավորությունը գտնվում էր մեր մոլորակի վրա, հա, եւ ծնվեց անմիջապես այդ խաղերի մեջ, անմիջական հարաբերություններ ունեցավ նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորության հետ, որը ինքը համընդհանուր երանության մարմնավորումն էր։ Ինչու համար էր սա Վիդուրայի համար շատ կարևոր, որովհետեւ Վիդուրան նյութական աշխարհում լինելով մահվան կիսաստված իրականում իրենից ներկայացնում է արդարության սկզբունքը։ Այդ արդարության հիմքի վրա ինքը ստիպված է լինում պատժել կենդանեակներին, այն կենդանեակներին, որոնք դաժանաբար են վարվել իրենց տմանների հետ։ Եվ հասկանում ենք, որ այդպիսի իրականության մեջ շատ հավանական է, որ կենդանեակը ինքը կարող է սիրտը կարող է մի քիչ չորանալ, չէ՞, եւ ինքը կարող է դադարել ընկալել, որ իրականում բոլոր կենդանեակները իրենք արժանի են երանության։ Եվ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը նախասկզբնական այն Աստված, որը ինքը շարունակում է վայելել իր գոյությունը հոգևոր աշխարհում, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը նյութական աշխարհի բոլոր ապրողներին հիշացնում է հենց այդ իրենց նախասահմանումը, որ Աստծո մտադրությամբ կենդանեակները իրենք արարված են, որպեսզի լինեն երջանիկ։ Եվ Վիդուրայի համար այս գաղափարը ինքը շատ կարևոր էր։ Դրա համար, երբ որ ինքը հանդիպեց Ութավային, ինքը բնականաբար շատ մեծ ուրախություն զգաց այդ հանգամանքից։ Ես կարդամ Ութավայի տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Կներեք։ Չէ, սա չէր։ Խնդրում մի բա։ Ուրեմն Ութավան շարունակում է խոսալ։ Տիրոջ պատրանքային էներգիայով մոլորության մեջ ընկած մարդկանց խոսքերը երբեք չեն շփոթեցնում նրանց բանականությունը, ովքեր լիովին անձնատուր են եղել նրան։ Տեր Կրիշնան, որ իր հավերժական կերպարանքը դրսևորեց աշխարհին, հեռացավ անհետանալով նրանց տեսադաշտից, ովքեր անհրաժեշտ ճգնություններ չկատարելու հետևանքով չէին կարող տեսնել նրան, ինչպես որ կա։ Ուրեմն տեսնում ենք, որ Ութավան ինքը այստեղ արդեն սկսում է ներկայացնել ուրեմն իր հասկացողությունը Գերագույն Աստծո անձնավորության դիրքի հետ կապված, թե ինչպիսի ուրեմն որակավորումներ է դրսևորում Գերագույն Աստծո անձնավորությունը եւ ինչպես են կարող իրեն ընկալել տարբեր տեսակի կենդանի էակները։ Դրանից առաջ ինքը խոսում էր յադուների մասին, տեքստը հնչեց այսպես. յադուները փորձառու նվիրյալներ էին եւ քաջատեղյակ էին մարդկային հոգեբանությանը, եւ ավելին, նրանք ամենուր ուղեկցում էին Տիրոջը եւ մասնակցում նրա բոլոր զվարճանքներին, եւ այնուամենայնիվ նրանք նրա մեջ տեսնում էին միայն մեկ գերագույնի, որը ամենուր է։
Ուրեմն հասկանում ենք, որ երբ որ խոսքը գնում է յադուների մասին, իսկ երբ որ այսպես ասենք, էլի որ չշփոթվենք, յադուները դա այն ցեղն է, որի մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արտահայտվել էր, հա? Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ Ութավան ինքը խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորության հետ հարաբերությունների տեսանկյունից յադուները իրանք այդքան էլ խորը ազնվորություններ չէին, որովհետև իրենց առաջ կանգնած էր նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը, իսկ իրանք իրեն ընկալում էին ընդամենը որպես գերհոգի։ Այսինքն, այո, նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորության համեմատ գերհոգին դա ընդամենը գաղափարն է, հա? Որովհետև գերհոգին ինքը նախատեսված է նյութական աշխարհում գոյություն ունեցող կենդանեակների համար, ինչու՞։ Որովհետև այդ կենդանեակները իրենք հենված են նախանձի վրա, հենված են դաժանության վրա, հա, տառապանք են պատճառում իրար, եւ հետեւաբար, որ ասում են մշտական ինչ-որ մի հատ ղեկավարության կարիք են զգում, պետք է լինի մի անձնավորություն, որը արդարությունն է հաստատում։ Արդարության թեմայի հետ կապված մենք ձեզ հետ խոսացել ենք, որ շատ հաճախ հոգևոր մարդիկ իրանք թույլ են տալիս իրենց այդ սխալը, երբ որ իրենք մտածում են, որ նյութական աշխարհը ինքը պետք է այնպիսի կառուցվածք ունենա, որ ոչ արդար բաները ուղղակի պիտի տեղի չունենան։ Պետք է հասկացվի, որ նյութական աշխարհը Գերագույն Աստծո ազնվորության կողմից նախատեսված է հենց նրա համար, որպեսզի այստեղ ծնվեն այն կենդանի էակները, որոնք իրենց ցանկությունները կատարելու ճանապարհին պատրաստ են մեկ-մեկու, ուրեմն պատճառել զանազան դաժանության մակարդակի տառապանքներ։ Սա պիտի հասկացվի այսպես, սևը սպիտակով։ Հասկանում եք։ Եվ հիմա, երբ որ մարդը ինքը դա հասկանում է, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհում թույլ է տալիս, որպեսզի կենդանեակները իրականացնեն իրենց սրտի ուզածը, այսինքն որպեսզի իրանք իրավունք ունենան ուրիշ կենդանեակների հետ վարվել այնպես, որպեսզի այդ կենդանեակները ստիպված լինեն կատարել իրանց ցանկությունները։ Հասկանում եք։ Եվ ինքը արդարությունով մտնում է նյութական աշխարհ, վերջում։ Այսինքն սկզբում, օրինակ, ինքը թույլ է տալիս, որ Հիսուսին խաչեն, իսկ վերջում ինքը մտնում է կայսրությունը ավիրելու գործընթացներով։ Հասկանում եք։ Սա մենք պետք է հասկանանք, էլի։ Եվ երբ որ մենք դա հասկանում ենք, մենք հաստատվում ենք խաղաղության մեջ։ Բայց մենք միաժամանակ պետք է հասկանանք, որ նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը տնավարի ասեմ, էլի, շու դարդ ու ցավ չունի, նստի մենակ առավոտից երեկո զբաղված լինի նրանով, որ նստի կենդանեակների սրտի մեջ եւ նայի, թե իրանք որ վարքյանին իրար հանդեպ ինչ կեղտ են պլանավորում։ Հասկանում եք, դա ողորմելի, Աստծո հանդեպ դա ողորմելի գաղափար է։ Եվ իհարկե արիացիները ճիշտ են, երբ որ իրենք ասում են նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորության երանությունը, իր երանելի կյանքը իր մաքուր նվիրալների հետ մի վարքյան չի տատալվում։ Հասկանում եք, մի վարքյան։ Իրականում ինքը երբեք հոգևոր աշխարհում, ինքը երբեք չի լքում այդ դաշտը։ Հիմա, բա ինչ է տեղի ունենում։ Հիմա այստեղ ինչ է խոսում Ութավան։ Այո, նյութական աշխարհում դա երևում է այդպես, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը լքեց հոգևոր աշխարհը, իր ամբողջ շրջապատով եկավ նյութական աշխարհ, եւ հենց այդ դա է փաստում, որ ինքը իր երանությունը երբեք չի դադարեցնում։ Այսինքն ինքը գալիս է այս աշխարհ այդ ամբողջ շքախմբով, իրանք ինչով են զբաղված։ Ինչ որ մի պահ, իրանք բոլորը, ինչ որ պատկերավոր ասած, ինչ որ թատրոն են խաղում նյութական աշխարհում ապրողների համար, հոգևոր կյանքով զբաղվողների համար, որպեսզի ինչ որ բաներ ցույց տան իրենց, չէ՞։ Իսկ ներքինից իրանք ոչ մի վարքյան չեն դադարում այդ վայելել իրար, հոգևոր վայելքով, ոչ թե նյութական։ Հասկանում եք։
չէ։ Եվ ուրեմն, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս է, չէ, շատ բարձր մակարդակ ունեցող նվիրալները, իսկ բարձր մակարդակ դա միշտ նշանակում է, որ այսպես էլի յուրահատուկ մտերմիկ հարաբերություն ունեցող նվիրալները իրենք ճանաչում են իրան, ոչ թե որպես գերհոգի, այսինքն ոչ թե որպես ազնվորություն, որը ինքը ղեկավարում է բոլոր կենդանեակներին, այլ որպես ազնվորություն, որը ինքը կենդանեակների հետ սիրում է շփվել, սիրո հիմքի վրա, այլ ոչ թե ուղղակի ղեկավարել, հասկանում եք, սա շատ կարևոր գաղափար է Գերագույն Աստծո ազնվորության բնությունը, նրա բնավորությունը հասկանալու համար։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, այս տեսանկյունից, ուրեմն հիմա Ութանան ինքը խոսում է նրա մասին, որ յադաները իրանք այդքան էլ բարձր որակավորում չունեին, որովհետև իրենց առաջ կանգնած էր երանության մարմնավորումը, իսկ իրանք իր մեջ տեսնում էին ընդամենը գերհոգի, հասկանում եք, որը ինքը ասենք այսպես ղեկավարում է նյութական աշխարհում գտնվող կենդանեակների ամեն մի շունչը, բայց դա բոլոր նրանց համար, ովքեր որ գտնվում են մտերմիկ հարաբերությունների մեջ Գերագույն Աստծո ազնվորության հետ, դա ընդհանրապես արժեք չունեցող երևույթ է։ Ինչու՞, որովհետև մաքուր նվիրալները իրանք ղեկավարվում են մաքուր սիրով, հա, եւ այդ իրանց բնությունը հիմք է դառնում, որ իրանք ընդհանրապես ոչ մի ղեկավարության կարիք չունեն։ Այսինքն իրենք իրենց վրա երբեք չեն զգում Գերագույն Աստծո ազնվորության ղեկավարող ձեռքը, որովհետև գերհոգին մաքուր նվիրալների սրտում չի ապրում որպես ղեկավար։ Ինչու՞, որովհետև կենդանեակները իրանք այդ մաքուր նվիրալները իրանք հենված են մաքուր սիրո վրա։ Հիմա, եւ այդ մաքուր սիրո հիմքի վրա իրանք հարաբերվում են Աստծո հետ։ Տեսեք, երբ որ հիմքը մաքուր սերն է, եւ նպատակն էլ Գերագույն Աստծո ազնվորությանը բավարարելն է, չէ՞, ինչ է նշանակում այդ պարագայում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շարունակի մնալ գերհոգի։ Դա կնշանակեր, որ ինքը ուրեմն բան է անում, չէ՞, տեղյակ է լինում ամեն ինչից։ Եվ հոգևոր աշխարհը այդ ժամանակ կկորցնի ընդհանրապես իր իմաստը։ Ինչ իմաստով։ Եթե դա իրոք երանության աշխարհն է, հիմա պատկերացրեք։ Օրինակ, ենթադրենք, երեկոյան ես նստած մտածում եմ, թե առավոտյան ինչով եմ ուրախացնելու այն ազնվորությանը, որին ես կյանքիցս ավելի շատ եմ սիրում, Աստծուն։ Հա? Եվ այդ պահին Աստված ինքը իմ սրտում տեսնում է, թե ես ինչ եմ պլանավորում, ինչպես եմ արտահայտելու իմ սերը վաղը եւ ինչպես եմ փորձելու իրան երանություն պատճառել։ Այդ երանությունը ինքը կարող է տեղի ունենալ, իհարկե ոչ։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք, որ գերհոգի գաղափարը հոգևոր աշխարհում բացարձակապես ավելնորդ մարմնավորում է։ Դա նյութական աշխարհի արատավոր կենդանի էակներն են, որ մշտական կարիք ունեն ղեկավարված լինելու կամ իրենց արածի դիմաց համապատասխան պատիժ ստանալու, ինչի համար, որ դասեր քաղեն։ Պատիժը որն է, դա պատիժ չի, դա ճիշտ վերաբերմունք է։ Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե ինչ-որ մեկը ինչ-որ դաժանություն է անում, հա, հետո այդ նույն դաժանությունը անում է իր հետ։ Հասկանում եք։ Եվ երբ որ մենք անձնական կամ ազգային տեսանկյունից կամ պետական տեսանկյունից մշտական դարեր շարունակ ստանում ենք ինչ-որ մի հատ նույն էպիզոդը, դա նշանակում է, որ այդ էպիզոդը մենք ինչ-որ անցյալում մեր գործած պահվածքով արժանացել ենք, եւ ամեն անգամ, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը տալիս է մեզ այդ նույն իրադրությունը, հա, որպեսզի մենք դաս քաղենք, որ դա ինչքան, որ մենք էինք դա անում, դա ինչքան տհաճ էր դիմացինի համար, մենք այդ դասը չենք քաղում։ Այլ որ դասը չենք քաղում, այդ դասը մշտական կրկնվում է։ Հասկանում եք։ Եվ սա, ինչքան ուզում է մեզի խելոքների տեղ դնենք, ինչքան ուզում է պատտանք գոռոզություն խաղանք, եսի ինչ անենք,
Գերագույն Աստծո անձնավորությունը չի հոգնելու։ Չէ, այսպես ասեմ, եթե հանկարծ հոգնեց, այդի լավ չի լինում։ Որովհետև, պատկերավոր ասած, իր հոգնածությունը դա նշանակում է, որ ինքը այս կյանքում կենդանեակից ձեռ քաշեց, այսինքն ինքը այլևս հույս չունի, որ այս կենդանեակը ինքը իր դասերը կքաղի։ Ինչ է անում ինքը այդ ժամանակ։ Ոչնչացնում։ Այսինքն այդ անձնավորությունը ինքը մահանում է։ Ինքը մահանում է, ստանում է նոր մարմին, անցնում է մի հատ ուրիշ տեղ եւ այդ նույն դասերը պիտի անցնի։ Հա, իսկ եթե վերաբերվում է արդեն ազգային խնդրին, ապա այդպիսի ազգերը ուղակի վերանում են։ Հասկանում եք, այլ ուղակի, ասած մեկ էլ առավոտը վեր ես կենում, պատկերավոր ասած, մեկ էլ լսում ես, որ այս ինչ ազգը չկա։ Փաստացի։ Հասկանում եք, այն մեր աչքի առաջ վերացան ասորիները։ Ինչ որ մոմով պիտի ման գանք 3 հատ ասորի ամբողջ աշխարհի մեջ, ով է իրանց մասին ընդհանրապես հիմա հիշում, որ այդպիսի ազգ է եղել։ Հա, հասկանում եք, երբ որ դասերը իրանք չեն քաղվում, հատկապես գոռոզության հիմքի վրա, այդտեղ լրիվ ուրիշ process-ներ է սկսում Գերագույն Աստծո անձնավորությունը, սա մենք պիտի հասկանանք։ Սա մենք այսպես չի էլի, որ ջայլամ, ես մտածում եմ, որ ես ինչ-որ եսի միջ եմ եւ բոլորը պիտի ինձի գնահատեն։ Եթե Գերագույն Աստծո անձնավորությունը մտածում է, որ մենք ինչ-որ դաս ունենք քաղելու եւ մենք այդ դասը չենք քաղում, ինքը չի հոգնելու այդ նույն իրավիճակը մշտական դնելով մեր առաջ։ Ընդཐུպ մինչև ոչնչացումը։ Հասկանում եք, սա խաղապարտ չի։ Գերագույն Աստծո անձնավորության հետ խաղանել չի կարելի։ Ինքը շատ լուրջ անձնավորություն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա ուրեմն այ յադուները իրանք հենց այդպես էլ վերացան։ Այ իրանք լրիվ չէին գնահատում, չէ՞, եւ մենք տեսանք, որ իրանցից մեկը ինքը այսպես հանակչի էր, եւ դա Տեր Շիկրիշնայի որդիներից էր։ Ինքը այսպես հանակչի էր եւ ինքը որոշեց սրբերի հետ հանակ խաղա։ Ձևացավ, որ ինքը հղիկին է, այսինքն սարի հագավ, բան այսպես բարձրեց, որ ինքը հղիկին է, մոտեցավ սրբերին եւ հարցրեց իրանց. «Կասեք, ես ինչ երեխա եմ ունենալու»։ Իսկ դա նշանակում էր այսպես բացարձակորեն ձեռք առնել սուրբ անձնավորություններին։ Եվ մենք տեսնում ենք, որ Տեր Շիկրիշնան ինքը հաշվի չառավ, որ իր առաջ կանգնած է իր տղան։ Ինքը հենց իր տղայի այդ բնավորությունը օգտագործեց, որպեսզի յադուների ցեղը վերացնի։ Եվ սրբերը անիծեցին այդ երիտասարդին իր այդ անպարկեշտ ուրեմն հանակի համար, հա? Եւ յադուները դրանից հետո մի անգամ այսպես նստած, երբ որ ինչ-որ բան էին տոնում, խմեցին բրինձից քաշած ալկոհոլ, հա? Եվ բոլորի գիտակցությունը, ուրեմն այսպես խելագարվեցին, կարելի է ասել, խմիչքից եւ իրար ոչնչացրեցին։ Ուրսյա այդ ամեն ինչ-որ տեղի ունեցավ։ Եվ հիմա Օթավան ինքը այդ դրա մասին է խոսում, որ այդ ամեն ինչը ինքը հնարավոր եղավ, որովհետև իրականում յադուները իրանք այդքան էլ բարձր գիտակցություն չունեին։ Իրանք մաքուր նվիրալներ էին ինչ-որ մի իմաստով, հա, բայց մաքուր նվիրալներն էին կոպիտ ասած գերհոգու։ Իրանք այդպես էլ չընկալեցին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հիմա իրանց առաջ կանգնած է, հա, եւ այմինը այդ տեսանկյունից։ Իրանք երբ որ նայում էին Տեր Շիկրիշնային, իրանք իր մեջ տեսնում էին գերհոգուն, ինչպես ասեց հիմա Օթավան։ Իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համընդհանուր երանության սկզբունքն է, այլ ոչ թե ղեկավարի։ Հասկանում եք։ Եվ մենք պետք է այդ կամաց-կամաց այդ հասկացողությունը զարգացնենք, էլի, որ այդ ղեկավար, արարիչ, եսիմիջ, այդ Գերագույն Աստծո անձնավորության հզորության ասպեկտները, իրանք իրականում հոգևոր աշխարհում այդքան մեծ նշանակություն չունեն։ Հասկանում եք, այնտեղ նշանակություն ունի երանությունը,
Իսկ դա նշանակում է, որ նշանակություն ունի հմայքը։ Այն ինչով որ Գերագույն Աստծո ազնվորությունը եւ կենդանի էակները գերում են իրար։ Հասկանում եք, այդ իրար գերում են, որպեսզի մտնեն այդ սիրո հիմքի վրա հարաբերությունների մեջ։ Սա է հոգևոր աշխարհի ամենամեծ գաղտնիքը։ Հա? Նյութական աշխարհում բոլորը կարևորում են Գերագույն Աստծո ազնվորության զորությունը, որովհետև ինքը այդ զորությունը օգտագործում է կենդանիակներին ղեկավարելու համար։ Եվ բոլորը վախենում են նրանից, հա? Բոլորը սկզբնական շրջանում վախենում են Աստծուց, որովհետև եթե իրանք վատ արարքներ ունեն գործած, չէ՞, իրանք վախենում են պատժից։ Ինչու՞, որտև ինքը զորեղ է։ Եվ իր դատաստանից ոչ մեկ չի կարող խուսափել։ Հասկանում եք։ Մենք ուղղակի չենք ուզում նկատել, երբ որ այդ դատաստանը ինքը իրականացվում է։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն հաջորդ տեքստով մենք տեսանք, որ Ութավան ինքը շատ հետաքրքիր ուրեմն բան քննարկեց, ինքը ասեց տիրոջ պատրանքային էներգիայով մոլորության մեջ ընկած մարդկանց խոսքերը երբեք չեն շփոթեցնում նրանց բանականությունը, ովքեր լիովին անձնատուր են եղել նրան։ Տեր Քրիստոն, որը իր հավերժական կերպարանքը դրսևորեց աշխարհին, հեռացավ անհետանալով նրանց տեսադաշտից, ովքեր անհրաժեշտ ճգնություններ չկատարելու հետևանքով չէին կարող տեսնել նրան, ինչպես որ կա։ Եվ սա այդ թեման է։ Ինչպես ես վերջի անգամ քննարկեցի, որ ասենք Հիսուսը ինքը այդ հայտարարությունն է արել, որ երբ որ ես երկրորդ անգամ գամ, դուք ինձ չեք ճանաչելու։ Եվ այո, ես պնդում եմ, որ քրիստոնյաները շատ հաճախ չեն հասկանում, թե իրականում այդտեղ Հիսուսը ինչ ասեց։ Հասկանում եք։ Եվ տեսեք, իրենք մի կողմից ոնց որ թե այդ ինֆորմացիան ունեն, որ Հիսուսն ասել է, երբ որ ես հաջորդ անգամ գամ, դուք ինձ չեք ճանաչելու։ Հա? Եվ ամեն մի քրիստոնյա իր հերթին մտածում է, որ հենց ինքը Հիսուսին ճանաչելու է, ինչի վրա, որտեղ ինքը ենթագիտակցաբար մտածում է, որ այ Հիսուսը լինելու է այնպիսին է, ինչպիսին է, որ ինքը կար։ Բայց Հիսուսը պարզ ասել է, չեք ճանաչելու։ Եվ սա նշանակում է, որ ինքը գալու է, հիմա այսպես, շատ անսպասելի մարմնի մեջ, հա, քարոզելու է շատ անսպասելի բաներ, համենայն դեպս քրիստոնյաների համար, հասկանում եք, չէ, և դա է, չէ պատճառը, որ չեն ճանաչելու, բա ինչ են անելու նորից, կյանքը ցույց կտա, հասկանում եք, երբ որ ինքը կհայտնվի, կարծում եմ, որ փորձեր կկատարեն նորից խաչեն, հասկանում եք, հենց իրենք քրիստոնյաները, այնպես որ հեռու չգնանք էլի, հասկանում եք, չէ, այսա ինքը շատ կարևոր թեմա է, հիմա Ութավան ինքը հենց դրա մասին է խոսում, ինքը ասում է, հիմա, երբ որ ես ու դուք անգամ խոսում ենք, Վիդորա ջան, 5 րոպե առաջ այս մոլորակի վրա գտնվում էր ինքը նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը։ Բայց միլիոնավոր մարդիկ որակավորում չունեցան իրան ճանաչելու։ Հասկանում եք, որտեղ մարդիկ իրանք միշտ մտածում են, որ եթե Աստված, որ ասում են, եթե Աստված կա, դե թող գա կանգնի իմ առաջ։ Во-первых, ինքը քո ճորտը չի, որ քեզ ինչ-որ մի բան ապացուցելու համար ինչ-որ քայլ անի, սկսենք այդտեղից, հա? Բայց եթե նույնիսկ ինքը այդպիսի քայլ անում է, ինչպես ինքը դա արել է 5000 տարի առաջ, չէ՞, բոլորը չի որ այն ժամանակ եւ բոլորը չի որ այս ժամանակ գիտակցում են, թե դա ով էր ընդհանրապես եկել, ինչի համար էր եկել, ինչ է արել եւ ինչպես է, ինչու համար է արել եւ ինչպես է հեռացել։ Հասկանում եք, սա շատ կարեւոր խնդիր է։ Հիմա տեսեք, Ութավան այստեղ մեզ ցույց է տալիս ճանապարհը, եթե նկատեցիք։ Չէ՞ որտեղ ինքը հիմա այստեղ բացում է ամենակարևոր գաղտնիքը։ Ինչից է կախված կենդանի էակի Աստծուն ճանաչելու որակը։
Ինչից է կախված, որ կենդանի էակը ինքը ճանաչի գերագույն Աստծո անձնավորությունը։ Հասկանում եք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ գործոնը ինքը այսպես անմիջական կախվածության մեջ է դրվում, հա, բանից, ասեք, հա, անմիջական կախվածության մեջ է դրվում ճգնություններից։ Ինչ է նշանակում ճգնություն, նրապես։ Հոգևոր մարդը ինքը բնականորեն շատ ու շատ զգայական վայելքներից հրաժարվում է։ Գիտեք, օրինակ ես կարող եմ իմ օրինակի վրա բերել մի շատ հետաքրքիր եւ այսպես էլի բարի կերպով ծիծաղալու էպիզոդի վրա, չէ՞։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ նրանք ովքեր որ հետևում են արիացիների քաղաքակրթությանը, այս ժամանակ, երբ որ ընդունում են բակտի յոգան, իրենք դառնում են բուսակեր։ Շատ հաճախ հարցնում են մեզ, թե ինչու եք դուք բուսակերություն կիրառում, եթե արիացիներ իրանք եղել են մսակեր։ Միանգամից այդ հարցին էլ պատասխանեմ, հա, որ այդ հարցը փակվի։ Այնպես ինչպես արիացիներն էին մսակերությամբ զբաղվում, դա խիստ տարբերվում է նրանից, թե ինչպես է դա անում մարդկությունը հիմա։ Առաջին հերթին բարձր կաստանները, այսինքն բրահմանները եւ իշխանավորները եւ հոգեվորականները, իրենք միս էին ուտում շատ հազվադեպ։ Երկրորդ հերթին, ուրեմն, ինչի համար էր դա արվում։ Այո, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ կենդանիների մսի մեջ կան այնպիսի էլեմենտներ, որոնք իրենք մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ են։ Հիմա, ինչպես է կիրառվում այդ երկու օրենքը։ Երբ որ մի կողմից արիացիները իրենք ասում են, որ իրական հոգևոր մարդը պետք է ազատ լինի բռնությունից։ Իսկ սպանության հաշվին սեփական վայելքը ապահովելը դա բռնություններից ամենակոպիտ ձևն է, որովհետև այդտեղ խլվում է ուրիշ կենդանիակի կյանքը։ Չէ՞։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այո, ռեալ այդպես է, որ ասենք մարդիկ, մենք օրինակ ճակատապուրիում կարելի է տեսնել, որ շատ նվիրալներ, Աստծո ծառաներ, որոնք իրանք շատ լուրջ զբաղվում են հոգևոր կյանքով, մեկ-մեկ ձուկ են ուտում։ Ինչու՞։ Որպեսզի ինչ-որ մի հատ կարևոր էլեմենտների, որը մենակ, ասենք, բան էլի, ծովում ապրող կենդանիների մեջ կա, այդ դրա պակասը բանանեն, լրացնեն։ Հիմա չխորանանք քիմիայի մեջ։ Հասկանում եք, սկզբունքն է պետք հասկանալ, էլի, չէ՞, բայց ինչպես էին դա անում արիացիները։ Իրենք հասկանում էին, որ դա ամենակոպիտ բռնությունն է, որը կարելի է կիրառել կենդանի էակի հանդեպ։ Դրա համար այդ կենդանի էակին ոչ թե ուղղակի բռնում հավի պես մորթում էին եւ դնում իրանց համար դիակը ուտում։ Իրանք անպայման այդ կենդանի էակին փաստացի զոհագործում էին Աստծուն։ Բhagavad Gita-ի 3-րդ գլխում ես այդ թեման շատ խորը քննարկել եմ։ Ինչ էր այդտեղ կատարվում իրականում։ Այդ հայերի մատաղի գաղափարն է, չէ՞։ Ինչ էր այդտեղ կատարվում իրականում։ Ես այն ժամանակ էլ եմ գրքում եմ գրել, ես բավականին երկար ժամանակ տառապում էի այդ հարցով։ Թե ինչպես կարող է երանության սկզբունք լինող կենդանի էակը, որին մենք անվանում ենք Աստված, չէ՞, այդքան դաժան գտնվի, որ լինելով բացարձակ հոգևոր եւ բացարձակ մաքուր, կարիք ունենա, դե հիմա արի մի ասա, ինչ որ մի հատ մորթած ոչխարի լեշին։ Հասկանում եք, էությունը դա է, չէ՞։ Կարող ենք ասեք մի քիչ ավելի փափուկ բառերով ասենք, բայց էությունը դրանից չի փոխվում։ Եվ այո, մեկ-մեկ պետք է օգտագործել էությանը համապատասխան կոպիտ բառեր, որպեսզի մարդը ինքը կողքից նայի երևույթին։
Հասկա չի կարող, չէ, Աստված դրա կարիքը ունենա։ Ու ես հա տանջվում էի, ինչու համար է պետք Աստծուն ինչ որ մի հատ մեղք վառելու, ինչ որ մի հատ փորձակից բծնելու համար, ինչ որ մի հատ անմեղ կենթանու դնել դրան մորթել դրա արյունը Աստծուն ինչի դե պետք։ Մինչև Գերագույն Աստծո աստավորությունը ինքը այսպես մի օր այդպես ճանաչած այգում ման էի գալիս բատրակրկնելով եւ այդ թեմայով էի մտածում, ես պատմել եմ, որ երբ որ ես մոտենում էի այդ տեքստին 3-րդ գլխի, ես մտածեցի, որ ես իզուր եմ սկսել ընդհանրապես մեկնաբանություններ գրել Բhagavad Gita-ի, որտեղ այդ տեքստի պատասխանը ես չունեմ, իսկ ես այն մարդը չեմ, էլի, որ ասած ինչ-որ լղոզեմ, անցնեմ առաջ, ես գալու եմ այդտեղ կանգնեմ եւ մինչեւ չհասկանամ այդտեղ ինչ է տեղի ունեցել, առաջ չեմ կարողանալու գնամ, իսկ այդ պահին ինձ թվում էր, որ ես երբեք այդ էությունը այդպես էլ չեմ հասկանա։ Մինչև Գերագույն Աստծո անձնավորությունը ինձ խղճացի, վերջապես բացատրեց, թե այդտեղ ինչ է տեղի ունենում։ Ինքը ուղղակի այ դա ասեց, որ այ դու մի հատ նկատի, թե այդտեղ ինչ է, ինչպես է նկարագրվում զոհագործությունը։ Չէ՞ որ զոհագործությունը ինքը նկարագրվում է այդպես, որ օրինակ Սուլին զոհագործեցին, ամբողջ ժողովրդի աչքի առաջ, կրակի մեջից այդ Սուլի հոգին դուրս եկավ մարդու մարմնով։ Չէ՞։ Իհարկե, աշխարհիկ գիտնականները իրենք կասեն, ահա սա նշանակում է, որ արիացիների հոգևորականները, ինչպես եւ ամբողջ հեթանոս աշխարհի հոգևորականները, դրանք աֆերիստներ էին, սրիկաներ, խաբեբաներ, ժանգլյորներ, ինչ որ տրյուկ են մտածել, ինչա շանկում կրակի մեջից մարդ դուրս եկավ, այդպեսի բան ոնց կարող է լինի, չգիտեմ, չէ՞ որտեղ Աստվածամեժության դարաշրջանում այն բոլոր հրաշքները, որը կատարվել են, երբ որ Աստվածակենտրոն բանը կա, հասարակությունը կա, ինքը անհասկանալի է, չէ՞, որտեղ այստեղ այդ ամեն ինչը չկա։ Եթե մեր ժամանակում չկա, ես միշտ ասում եմ, արիացիներին միշտ սխալ են հասկացել, որովհետև իրանք միշտ մտածել են, որ արիացիները իրենց նման ատելությունների եւ կրքերի մեջ թաղված կենթանիակներ են եղել, իսկ իրանք եղել են առաքինի։ Եվ մեր համար իրենց հոգեբանությամբ իրանք եղել են այլ մոլորակային։ Ես դա չեմ հոգնելու ասելուց։ Եվ նա ով որ սա չի հասկանում, նա երբեք չի կարողանալու հասկանալ ով են եղել արիացիները։ Հասկանում եք։ Ինչքան էլ ուզում եք ձեզ համար, այսպես էլի, հիմնականը մնա, որ արիացիները դրանք ինչ-որ անհաղթելի կռվողներ էին, եւ եթե մենք ասում ենք, որ մենք արիացի ենք, դա նշանակում է, որ մենք անհաղթ զինվորներ ենք, ոչ։ Արիացիները եղել են առաքինի կենթանի էակներ, որոնք իրենք երբեք, այ գոռոզությունը դա ընդհանրապես իրանց չի եղել։ Ոչ մի կենթանի էակ, որը ինքը 5 որակների չէր տիրապետում, չէր կարող համարվել արիացի։ Իսկ այդ 5 որակներն են, ես միշտ կրկնելու եմ, համեստությունը, խոնարհությունը, բռնությունից ազատ վիճակը, համբերությունը եւ պարզությունը։ Սա է արիացու սկիզբը։ Հասկանում եք, քանի դեռ կենթանի էակը ինքը այս 5 որակները չուներ, արիական քաղաքակրթության մեջ ոչ մեկ իրան թույլ չէր տա, որպեսզի այդպիսի անձնավորությունը ինքը ազատ շփվի։ Եվ հենց դա էր կոչվում ստրուկ։ Անձնավորություն, որը այդ որակները չունի, բայց արժանացել է նրան, որ ծնվի արիացիների մեջ, որպեսզի սկսի սովորել։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր կետեր են, էլի։ Եվ հիմա երբ որ մենք նայում ենք, թե արիացիները ինչպես էին այդ միսուտում եւ ինչ էր այդտեղ կատարվում, ստացվում է այսպես, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ այդ դիակն էր պետք, ոչ էլ այդ դիակի արյունը։ Դա կենթանյութական աշխարհում ապրող կենթանի էակների կարիքն է։ Եվ ինքը սկզբնական դաշտում գնում է այդ կոմպրոմիսի, որ երբ որ դուք այդ ուրիշի դիակը այդպես հավեսով ուտելու ցանկությունը ունեք, չէ՞, ուրեմն այդ կենթանուն մորթելուց առաջարկեք ինձ, որպեսզի ես հոգ տանեմ իր հոգու մասին, որ ինքը, օրինակ, այդ դրա համար, որ ինքը այդպես է սպանվել, ռեսկի բան ունենա, էլի, թրիչք ունենա իր վերամանավորման ցիկլի մեջ, որտեղ երբ որ կենթանիակը ինքը ընկնում է կենթանական աշխարհ, ինքը այնտեղ բավականին երկար ցիկլ է անցնում, մինչև նորից ծնվում է մարդ։
այն ամյոբայից սկսած մինչև ուրեմն կով առյուծ կապիկ։ Մենք դա ձեզ հետ արդեն քննարկել ենք, թե Դարվինը որտեղից է վերցրել մարդը կապիկից է առաջացել գաղափարը։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն կարողանում ենք հասկանալ, չէ՞, որ այդ դա էր տեղի ունենում։ Հասկանում եք, որ ընդհանրապես այդ հակումը չկար ինչ-որ բան անելու, բայց եթե այդ մարդը ինքը այդ կարիքը ունենում էր, առաջարկվում էր Աստված հոգ էր տանում այդ կենդանու հոգու մասին, եւ արդեն այդ սպանության մեղքը այդ դիակի մեջ չկար։ Ինքս ասում եմ, հիմա այս դիակը վերցրեք կերեք։ Հասկանում եք։ Եվ հիմա օրինակ ասենք, երբ որ գալիս է Աստվածամերժության դարաշրջանը, չէ՞, մարդիկ իրենք իրանցով արդեն սովորություն ունեն, ուղղակի մորթել եւ ուղղակի զգարանի հաճույքի համար բան անել, ուտել, չէ՞։ Այդ որպեսի այդ սովորությանը թարք տան, չէ՞։ Աստվածամերժության դարաշրջանում գերագույն աստվածավորությունը ինքը ասում է, որ հոգևոր մարդը պետք է լինի բուսակեր։ Վերջինքը պիտի մի անգամ այդ ասենք ռիսկի, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, երբ որ ասենք հոգևոր մարդը, որը ընդունել է արիացիների քաղաքակրթությունը եւ արդեն բուսակեր է, բայց միևնույն է ինքը ունի հարազատներ, չէ՞, եւ եթե նույնիսկ այդ հարազատները այդքան էլ արդեն բան չեն անում, որ դե որտեվ ասենք ամեն մի հավաքույթ դա անպայման խորոված բան, մենք սովորաբար ասում ենք խաշ խորոված, խմել, չգիտեմ, միջեսեն են, եւ դե դու գնում ես այնտեղ, նստում ես եւ ոչ խմում ես, ոչ խաշ ես ուտում, ոչ էլ խորոված, պարզ է, որ դու այդտեղ դառնում ես օտար ազնվորություն եւ քո ներկայությունը կամաց դառնում է ոչ ցանկալի։ Եվ եթե դու նուրբ մարդ ես, դու չես հասցնում այնտեղ, որ քեզ այսպես հասկացնել տան, որ դու գալիս ես այստեղ փաստացի մեր հետ չես, ինչի ես գալի вообще։ Պրոստը դու ինքդ չես գնում, չէ՞, բայց կան ինչ-որ առիթներ, ասենք հարսանիք եւ մահ կամ նոր տարի, երբ որ դու շփվում ես հարազատների հետ։ Եվ այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, էլի, որ ասենք դու նստած ես քո համար, սիտուացիան ինքը այսպես է, որ կենդանիակները մարդիկ իրանք նստած են սեղանի վրա, դրել են կենդանիակների դիակ, հա, եւ մեծ հաճույքով այդ դիակները ուտում են։ Այսինքն քո համար դա մի հատ իջուր սարսափելի բան է։ Բայց իրանք այսպես խղճահարված նայում են քեզ ու մտածում են, ասում են, խեղճը միշտ չի ուտում։ Հասկացաք, չէ՞, ասում այդ վիճակը բուսակեր մարդը, մսակեր մարդու համար իր ամբողջ հոգեբանությամբ այլ մոլորակային է։ Հասկանում եք, որովհետև մսակերը ինքը դաժան է, չէ՞։ Ինքը իր ներսում բնույթը մսակերության ինքը դաժանություն է։ Եվ այո, արիացիները ինչ են ասում։ Իրենք ասում են, մարդկային մարմինը դա ընտրության մարմինն է։ Այո, դու կարող ես լինես բան, հիշնիկ, ոնց էր հիշնիկը։ Մեկ այնպիսի բառեր են վերանում, որ գիշատիչ, հա, դու կարող ես լինել գիշատիչ։ Եվ խնդրեմ, կարող ես այդպես մորթել, ուտել, եսի ինչ։ Բայց մարդը ինքը կարող է լինել նաև բարի։ Ապրիր, դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես լինես գիշատիչ, թե ուզում ես լինել բարի։ Всё, սա է բանը, չէ՞։ Եվ ասեք մենք խոսացինք, որ օրինակ արիական քաղաքակրթության մեջ իշխանավորների դասին ոչ թե մենակ թույլ էր տրվում, այլ խրախուսվում էր, որպեսզի իրանք գնան անտառ, որս անեն, այսինքն իրանք սովորեն կենդանիակի վրա այն դեպ, որտեղ սպանելը դա այդքան հեշտ բան չի։ Իսկ զինվորը պիտի կարողանար սպանել։ Տեսեք, մեր ժամանակներում դա մի քիչ այլ է, չէ՞, որովհետև ասենք թնդանոթներով են կրակում, չգիտեմ, տանկերից են կրակում, ավտոմատներից են կրակում, մարդը ինքը կարող է դիմացինին սպանի եւ ընդհանրապես չգիտակցի, որ ինքը սպանել է։ Դա տեղի է ունենում, այսինքն մենակ որ այսպես դեմ դիմաց դուրս գա, չէ՞։ Իսկ այդտեղով է իմանում, բոլորը ավտոմատից կրակում են, թե այդ որ մեկի ավտոմատի բանը, փամփուշտը դիմացինին սպանեց։ Հասկանում եք։
Չէ՞։ Կամ տղամարդիկ իրենք շատ հաճախ հենց հաճույք են ստանում, այսինքն իրանք իրանց մեջ այդ ագրեսիայի բնությունը ունեն, չէ՞, դրա համար էլ սիրում են պատերազմներ հրահարել։ Որտեղ մենք կարողանում ենք տեսնել, որ ասենք զինվորականներ կան, որոնք իրանք այդ սպանությունների մեջ այդ համը երբ որ առնում են, չէ, իրանք մշտական այդ ձգտումը ունեն ներգրավված լինել պատերազմական գործերի մեջ։ Ուղղակի, որովհետև դուր է գալիս սպանել։ Հասկանում եք, չէ՞, սա շատ խորը հոգեբանություն է եւ կարծում եմ, որ հոգեբանների կողմից շատ լուրջ ուսումնասիրված է արդեն։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա ուրեմն այս դրա մասին է խոսքը, որ հոգեվոր մարդը ինքը, չէ, այլմոլորակային է ընդհանրապես Աստվածամերժի համար, ինչպես եւ ասենք հոգևորի համար այլմոլորակային է Աստվածամերժը։ Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը 5000 տարի առաջ ինչ-որ նպատակներով եկել էր մեր մոլորակ։ Այդ նպատակները մենք դες հետ քննարկել ենք, երբ որ ուսումնասիրում էինք առաջի երկը։ Հա, ինքը ինչ-որ նպատակով եկել էր, եւ հիմա այստեղ Ութավան ասում է, այ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը կանգնած էր բոլորի առաջ։ Եվ ինչ-որ նվիրալներ կային, որոնք գիտակցում էին իրակում հետ գործ ունեն։ Ինչ-որ նվիրալներ կային, որոնք դրական իմաստով չէին գիտակցում ում հետ գործ ունեն, հա, այսինքն իրականում այն նվիրալները, որոնք իրեն Գերագույն Աստծո ազնվորության հետ մտերմիկ հարաբերությունների մեջ են, չէ, այդ նվիրալները իրանք չեն գիտակցում, որ իրանց առաջ կանգնած է Աստված, բայց իրանք խելագարության աստիճանի այդ ազնվորությանը սիրում են։ Այսինքն այսպես, որ եթե ինքը չկա, ուրեմն կյանքը կանգնում է։ Այդքան սիրում են իրան։ Եթե նույնիսկ չեն գիտակցում, որ ինքը Աստված է, բայց այդ մաքուր սերը, որ իրանք ուղում են դեպի իրան, դա իրականում դա իմաստության գագաթնակետն է, այսպես ասենք, էլի։ Եթե նրբություններ կան, դիտի մենք հետո էլի պատրաստ չենք այդ խոսակցություններին։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ այս գաղափարը, որ մարդիկ իրենք սա է քննարկում, որ մարդիկ իրենք մտածում են, որ եթե Գերագույն Աստծո ազնվորությունը գա, այսպես բոլորը որակավորում ունեն, որ իրան ճանաչեն, ինչքան որ Հիսուսին են ճանաչել, որը այս տեսանկյունից ընդամենը Աստծո որդին էր, այդքան էլ Աստծուն են ճանաչելու։ Ինչու՞։ Որովհետև երբ որ ինքը գալիս է մարդկային հասարակության մեջ մարդուն ինչ-որ մի բան սովորեցնելու, իր մարմինը մեր մարմինից չի տարբերվում արտաքնապես։ Չէ, ինչ-որ իմաստներով տարբերվում է իհարկե, բայց ինքը այնպես է տարբերվում, որ մենք ուղղակի մտածում ենք, որ հա ինքը մարդ է, ուղղակի ինչ-որ գերբնական հնարավորություններ ունեցող։ Լինում են այդպիսի մարդիկ։ Գերակլներ էր գերբնական։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ սա շատ կարևոր գաղափար է, որը մենք հիմա մտնում ենք Բագավատամի մեջ ենք, չէ՞, քանի գնում մտնում ենք այդ թեմաների մեջ, եւ Շուկադևը Գոսվամին ինքը մեզ ռուսերեն դա կոչվում է նաստրոյկա, էլի, այս ճիշտ տրամադրությունների մեջ է, չէ՞, գցում։ Եվ հիմա այդ գաղափարն է քննարկում մեզ հետ, որ ճանապարհը սկսելուց առաջ ես քեզ հիմա տալու եմ գիտելիք, թե դու ոնց ճանաչես Աստծուն։ Դու պետք է հասկանաս, որ եթե դու գիտելիք չունես, այդ ճգնությունների պակաս, հա, սա ենք քննարկում, ճգնությունների պակաս, այսինքն դա ինչ է նշանակում, որ ինքը կենդանիակը, ինքը հոգևոր մարդը ով է, որ ինքը կարող էր այդ ժամանակ վայելեր կյանքը այդպես ինչպես ստանում են Աստվածամերժերը, համենայն դեպս փորձեր կատարեր, այնտեղ ճգնություններ կատարեր, չէ, ջիքեր գործադրեր, որ կարողանա վայելի իր գոյությունը, ինքը այդ ընթացքում ոչ մի բան չի վայելում եւ առավոտից երեկո զբաղված է օրինակ հոգևոր գիտելիքը ուսումնասիրելով։ Այդ դա կոչվում է ճգնություն, այսինքն երբ որ կենդանիակը ինքը ջիքեր է գործադրում, որպեսզի զարգացնի Աստծուն ճանաչելու բանը, իմաստությունը։ Եվ եթե ինքը այդպիսի ջիքեր գործադրել է, ինքը ուժ է ունենում, արդեն որակավորում է ունենում, որ երբ որ հանդիպում է Աստծուն, կարողանա իրան ճանաչել։
Սա է գաղտնիքը։ Հասկանում եք, այսինքն ինչ են ասում, հիմա Շուկադևը Գոսվամին այստեղ ինչ է ասում։ Ասում է, ով ինչ ճիքեր է գործադրում, թե ինչպիսի անձնավորությունների է ուզում ճանաչել, այդպիսի անձնավորությունների էլ ճանաչում է։ Եվ էգոիստները ճանաչում են իրար, ժամանակակից գիտությունը, հոգեբանությունը, NLP-ն, մանիպուլյացիաների բաները, ասեք, հնարավորությունները, դրանք ինչ են, դրանք ինչ են, ես ճգնություններ եմ կատարում, որպեսզի հասկանամ էգոիստների հոգեբանությունը, ինչի համար, որպեսզի կոնտակտի ժամանակ, որպեսզի ոչ թե ինքը իմ վրա ազդի, այլ ես իրա, չէ, ինչու, որտև էգոիստները իրանք մշտական գտնվում են իրար հանդեպ մրցակցության մեջ, թե ով է վայելելու, ովում է վայելելու, ովում է օգտագործելու, այդ բոլոր տեխնիկաները իրանք վերջնականում դրա համար են, չէ, ոչ որ ես իմ լավ նպատակներ չեն հետապնդվում։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, հիմա Ուտավան ինքը դա ասեց, որ հիմա մենք պիտի հասկանանք, որ այո, որպեսզի մենք կարողանանք Աստծուն ճանաչել, երբ որ ինքը ուղղակի կգա կկանգնի մեր առաջ, չէ, որտեվ գերբնական բաներ, գերբնական տեսք ունեն նաև կիսաստվածները։ Օրինակ Տեր Բրահմայի մարմինը ինքը ահռելի մեծություն ունի, շատ լուսավոր մարմին է։ Եվ եթե ինքը գա կանգնի ձեր առաջ, դուք կմտածեք, որ դա Աստվածն է։ Հատկապես երբ որ տեսնեք իր գործողությունները, որտեղ ինքը երկրորդական արարիչն է։ Չէ՞։ Եվ դուք կտեսնեք, որ Տեր Բրահման ինքը նստած է ահռելի մի հատ լոտոսի վրա, այսպես մաքուր, լուսավոր, փայլող, եւ իր մեջից դուրս են գալիս կենթանի էակներ։ Ինչ եք մտածելու իր մասին, որ ինքը սովորական կենթանի էակ է, իհարկե ոչ։ Մտածելու եք, որ ինքը Աստված է։ Բայց ինքը Աստված չի։ Հասկանում եք, այդ դրա համար, այո, կենթանի էակը ինքը պետք է ճիքեր գործադրի, որպեսզի ձեռք բերի այն գիտելիքը, որի միջոցով ինքը կարողանում է տարանջատել։ Ոչ թե միայն Աստծուն, որը ինքը նման է մարդկային մարմնով է գալիս, այդ տարանջատել իրան, չէ, որ լիքը իմաստուններ կային, որոնք իրեք նայում էին, Քրիստոն ոնց որ դեմ սովորական մարդու մարմին ուներ, համենայն դեպս այն ժամանակվա համար սովորական։ Մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրենց չափերով, բաներով խիստ տարբերվում էին մեզանից, չէ։ Եվ ասենք տեսեք, բայց իմաստուններ կային, որ իրանք ասում էին, այս սովորական կենթանի էակ է, սրանք ազատագրված հոգիներ են, սրանք Աստծո մաքուր նվիրալներն են, իսկ սա հենց ինքը Աստվածն է։ Այդ ինչի հիմքի վրա էին իրանք ասում, որովհետև իրանք իրանք ամբողջ կյանքը նվիրել էին Աստծո մասին գիտելիքը ուսումնասիրելով։ Հասկանում եք, եւ մենք հիմա կամաց արդեն կսկսենք այս պատմությունները եւ կտեսնենք, թե ինչպես է ընդհանրապես հնարավոր տարանջատել Աստծուն։ Հիմա տեսեք, այսինքն մի կողմից ինքը կարող է գա որպես սովորական մարդ եւ մարդիկ չհասկանան։ Մյուս կողմից ինքը կարող է արտահայտվել այնպիսի մարմնով, որը հիշեցնում է կիսաստվածներին։ Այդպիսի մարմիններ ունեն նաեւ կիսաստվածները։ Եվ մենք կարող ենք Աստծուն խառնել կիսաստվածների հետ։ Երբ որ ինչ-որ գերբնական արտահայտություն կա Աստծո։ Հիմա պիտի կարողանանք հասկանանք, որ դա ոչ թե սովորական կիսաստվածներից մեկն էր, այլ Աստված։ Որովհետև օրինակ արիացիները հենց իրենք ասում են, որ կիսաստվածները իրենք կարողանում են ընդունել ցանկացած տեսք, ինչ տեսք որ ուզենան։ Հասկանում եք դա ինչ ունակություն է։ Դե հիմա արի այդպիսի անձնավորություն տես ու մի մտածի, որ ինքը Աստվածն է։ Իսկն Աստծուն ճանաչելը դա այդքան հեշտ գործ չի, ինչքան թվում է տգետ մարդկանց, դու տգիտության մեջ գտնվող կենթանի ակները իրանք հենց դրանով էլ տարբերվում են, որ իրանք մտածում են, որ շատ ուժեղ գիտունիքներ են։ Հա? Իսկ իրական իմաստունները կյանք են ապրում, ճգնություններ են կատարում, որ այս աշխարհի մասին ինչ-որ մի բան հասկանան,
Եվ վերջում ասում են, ես մենակ մի բան գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Հա? Եվ այդ հայտարարությունը, որ անձնավորությունը անում է, դա նշանակում է, որ ինքը վերջում իր բոլոր մտորումների, բոլոր ճգնությունների վերջում հասկացավ, որ վերջնական ճշմարտությունը այդպես էլ չի ընկալել եւ ազնիվ ընդունեց դա։ Հասկանում եք։ Իսկ հետո մարդիկ հաշվի չառնելով այդ մարդու ամենակարևոր արտահայտությունը, ուսումնասիրում են նրա աշխատանքները եւ մտածում են, որ ինքը լուրջ ճշմարտություններ գիտեր, բարձ է իհարկե, ցանկացած ազնվորություն, որը ինքը մտածող է, ինքը անպայման ինչ որ մի բան գիտի, այդպես չի որ ոչինչ չգիտի։ Բայց ինքը հայտարարեց, որ վերջնականը ես այդպես էլ չգիտեմ։ Հասկանում եք, այսինքն ինքը ընդունեց իր բանականության պարտությունը բացարձակի առաջ։ Եվ սա պետք է հաշվի առնել։ Եվ միշտ պետք է հենց դրանով մոտենալ, որ այո, ինքը ինչ որ մի տեղ, ինչ որ մի չափով, ինչ որ բաներ իհարկե հասկացել է։ Եվ դա կարող է լինել շատ օգտակար եւ մարդու եւ մարդկության համար, հա? Բայց եթե մարդը ինքը ասում է, ես վերջում հասկացա, որ ես ոչինչ չհասկացա, ընդունել դա ոնց որ թե ինքը դա այսպես ուղակի գեղեցիկ խոսքի համար է ասել, դա սխալ է, ինքը շատ լուրջ էություն է ասել։ Ուրեմն մենք հենց այդպես էլ պիտի մոտենանք, որ ինքը այն ազնվորությունը չի, ում մոտ ապաստարան է գտել վերջնական ճշմարտությունը։ Հասկանում եք, որտեղ նրանք, ովքեր որ հասկանում են Աստծուն, ես այսպես ասեմ, իրանք լրիվ ուրիշ բառեր են ասում։ Իրանք ասում են Եվ երբ որ դու հասկացար Աստծուն, հասկանալու ուրիշ ոչինչ չի բնում։ Այսինքն իրանք էլ հակառակն են ասում, որ այո, որ մենք հասկացանք այս անձնավորությունը, մենք հասկացանք ամեն ինչ։ Եվ այդպիսի կետ չկա, որի մեջ տգետ ենք։ Այդ անձնավորություններն էլ այդպես են ասում։ Ուշադիր է պետք լսել, էլի, թե կենդանիակը ինքը ինչ է ասում, ընդհանրապես վերջում։ Ամեն մարդ ինքը երևում է, չի երևում, թե ինքը ով է, քանի դեռ ինքը լուռ է։ Երբ որ ինքը խոսում է, եթե մենք ուշադիր ենք լսում իր խոսածածները, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ ինչպիսի անձնավորության հետ ընդհանրապես գործ ունենք։ Ուրեմն այստեղ Ութավան ինքը կապեց Գերագույն Աստծո անձնավորությունը ճանաչելու արվեստը կենդանիակի ճգնությունների, այսինքն որ կենդանիակը ինքը պետք է ճիգեր գործադրի, որպեսզի ձեռք բերի այն գիտելիքը, որի շնորհիվ ինքը կարողանում է գնահատել Գերագույն Աստծո անձնավորությունը որպես այդպիսին։ Եվ այստեղից միանգամից կարողանում ենք հասկանալ, որ եթե մենք գործ ունենք այնպիսի գրվածքների հետ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը որպես այդպիսինը ներկայացված չի իր ամբողջ շքեղությամբ, մենք պիտի հասկանանք, որ գործ ունենք մի process-ի հետ, որը մեզ չի բերելու, հասկանում եք, չի բերելու ունակության ճանաչել Աստծուն, երբ որ ինքը մեր առաջ կանգնած է։ Եվ սա է այն գործոնը, որով մենք պետք է հասկանանք, թե որն է այն գրվածքը, որն է այն ինչ-որ մեկի կողմից գրված աշխատանքը, հասկանում եք, որը արժանի է նրա, որպեսզի մենք ուսումնասիրենք, եթե մեր նպատակը Աստծուն ճանաչելու ունակությունը ձեռք բերելն է։ Եթե մեր նպատակը այլ է, ուրեմն համապատասխան այդ նպատակի ինչ-որ բաներ կարող ենք զարգացնել։ Հասկանում եք։ Ջերմեց։ Եվ ուրեմն այսօր այսքանը թող բարի շաբաթ լինի, Աստված թող ողորմած լինի մեր հանդեպ եւ օգնի մեզ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր սխալները, կանգնենք ճիշտ ճանապարհի վրա, կարողանանք գնահատել, թե որտեղ, ինչու համար, ինչպես ընդհանրապես նյութական աշխարհը ինքը ինչ օրենքներով է գործում եւ
ինչպիսի գործողությունները, ինչպիսի ճակատագրի են մեզ դատապարտում։ Այդ ամենը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել վաղվա օրվա մեջ։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, ցտեսություն ձեզ։